Բարև ձեզ Factor TV հյուրը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ Արսեն Թորոսյանն է, ողջույն Թորոսյան։ Այս խոսքերը պատկանում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Իրական Հայաստանը վերահաստատվում է որպես քրիստոնեական արժեքների գրող, քրիստոնեական արժեքների վրա հիմնված պետություն։ Իմ հարցը հետեւյալն է, այսինքն, այսպես ասենք, իրական Հայաստանում տեղ չունեն ոչ քրիստոնյա հայերը կամ հայ կրոնական այլ ուղղությունների ներկայացուցիչներ։ Իսկ թվում է վարչապետը շատ հստակ է պատասխանել այդ հարցին, վարչապետը չի ասել, որ քրիստոնյաներ կամ այլ կրոնների հետևորդներ կամ կրոններից դուրս մարդիկ չեն կարող լինել, այլ արժեքների մասին է խոսա, իսկ քրիստոնեական արժեքներ, այո, քրիստոնեական արժեքները ըստ էության համամարտկային արժեքներն են, բոլոր նույնիսկ կարելի ասել, որ համամարտկային արժեքները ըստ էության որոնք հետագայում դարձել են օրենքներ կամ այլ տիպի արժեքներ, ծնվել են ժամանակին քրիստոնեական ուսմունքից, այսպես ասած, բայց Հայաստանը աշխարհիկ պետություն է։ Թեոկրատիայի չեն գնա հաստատական խղճի ազատություն, հավատքի ազատություն Հայաստանում եւ լինելու է։ Ես պատասխանեցի ձեր հարցին։ Չեն գնալու։ Մենք մեր եկեղեցուն մենակ ենք թողել հերձվածի հետ ներողություն եմ խնդրում Հիսուս Քրիստոսին մենակ թողնելով։ Ճիշտ մարդն եմ ձեր այդ հարցերին պատասխանելու։ Տեսեք, հանուն կաթողիկոսի փոփոխության ելույթը եւ հետևում եմ իհարկե իրադարձություններին։ Հանուն կաթողիկոսի փոփոխության պետք է վերածվել այսպես մոլերանտ կրոնավորի, այո, այսինքն դες հարցը իսկ բանը կարծում եմ սխալ է, որովհետեւ հանուն կաթողիկոսի փոփոխության չի այս ամեն ինչը արվում, վարչապետը բազմիցս նշել է, թե հանուն ինչ է այս ամեն ինչը ինքը անում, ինքը հավատում է այն ամեն ինչին ինչ որ անում է եւ բազմաթիվ հետևորդներ նրան հետևից գնում են եւ նույնպես հավատում են այդ ամեն ինչին եւ ես այդտեղ ինչ որ վտանգներ չեմ տեսնում, մանավանդ երբ որ խորանում ես թեմայի մեջ, թե ինչպես են եկեղեցին որոշ եկեղեցականներ կտրիչի գլխավորությամբ վերածել ըստ էության մի հակապետական խմբակի ակումբի, չեմ ուզում ավելի վատ բառեր օգտագործեմ։ Բայց չի ստացվում վարչապետը ցույց տալ համա, որ ավելի լավ քրիստոնյա է, այսպես ավելի ծայրահեղ քրիստոնեական կարծում եմ, որ հաղորդագրություններով է հանդես գալիս։ Իսկ նույնիսկ եթե ներողություն Հիսուս Քրիստոս նույնիսկ եթե վարչապետը իր սրտի խոսքը ասում է այդ թվում կրոնի կամ հավատքի մասով ինչ խնդիր կա, այդտեղ ես չեմ հասկանում։ Ծայրահեղականացում չի։ Մեկ ուրիշն էլ ինչի ծայրահեղականություն, այսինքն ինչ պատկերացնեմ, որ մի օր խաչակրած արշավանքներ են կանելու անհավատների նկատմամբ։ Ես դες հավաստիացնում եմ եւ հավատացնում, որ նման բան չի լինի։ Եթե քաղաքականապես ձեռնտու լինի, միգուցե դրան էլ գնանք։ Որովհետև Հայաստանի կառավարությունը հայ առաքելական եկեղեցու հետևորդ է, ասում է Նիկոլ Փաշինյանը, արդյոք նա ձեզ չի վերավորում, պարոն Թորոսյան, դուք քրիստոնեական կրոնի հետևորդ չեք։ Ես որևէ կրոնի հետևորդ չեմ։ Ասում եք կառավարությունը հայ է հետևորդ է, դուք հայ է հետևորդ չեք, պարոն Թորոսյան։ Գիտեք, միշտ կարելի է կոնտեքստից կտրված ինչ որ բառակապակցություններ բերել ու տենց փորձել պրովոկացիա անել, ես պատասխանեցի ձեզ հարցին, ես ինքս որևէ կրոնի հետևորդ չեմ եղել, չեմ պատրաստվում լինել իմ գիտակից կյանքում կառավարությունը եկեղեցու հետևորդ է։ Եվ ես կարծում եմ, որ վարչապետը այն ինչ որ նկատի ա ունեցել, պետք է նայել այդ համատեքստում։ Դե պետք է ասել բացառությամբ, գիտեք, ես նորից եմ կրկնում, այդ սև կատու մութ սենյակում փնտրելու փորձերը, բովանդակությունից շեղվելը, գիտեք, հիմա կարելի է, ես վստահ եմ, այնտեղ էլի կարելի է բաներ գտնել, որոնք որ կարելի է տենց հակասության մեջ դնել եւ ասել, այ տեսեք, սես բան ասել, բայց գիտեք, բովանդակությունը ուրիշ բանի մասին է։ Դուք ընկել եք ինչ որ մի քանի բառի կամ մի քանի նախադասության հետևից եւ կառավարության ոչ քրիստոնյա անդամների իրավունքները հարգում են վարչապետի։ Բոլոր մարդկանց իրավունքները անկախ կառավարության անդամ լինելուց Հայաստանի Հանրապետություն հարգվում են եւ հարգվելու են եւ մենք նաեւ դրա համար ենք աշխատում եւ ես քիչ առաջ նշեցի, որ Հայաստանը երկիր է, որտեղ կա հավատքի, կրոնի, խղճի ազատություն եւ այդպես է լինելու է եւ այս ամեն ինչը նաեւ ենթադրում եմ նաեւ դրա համար է արվում, այդ թվում դրա համար է արվում։ Կարող է ձեր իրավունքները խախտված չեք համարում, պարոն Թորոսյան։ Ես չեմ հասկանում անկեղծ ասած դե հարցրեց պրովոկացիոն հարցակումները։ Չէ, բա ուղի 5 րոպեա նույն բառի մասին ենք խոսում։ Ես արդեն ասացի այդ հարցին պատասխանեցի։ Հիմա դուք 10 անգամ նույն բառը հարցրեք։ Իմ իրավունք, չէ, ես ինձ ված չեմ զգում, հա, եթե դա հարցը։ Բայց կա բովանդակություն, որին դուք չեք անդրադառնում։
Դուք եւ շատ գործընկերներ։ Չէ, դուք պետք է ասեք։ Ու մեզ չպետք է այդ հարցը տաք։ Այդ հարցը պետք է տաք այն մարդկանց, ովքեր որ այդ բովանդակությունը խախտել են։ Թույլ չենք տալու, որ հայեն որպես հենակետ օգտագործեն պետության դեմ, մինչդեռ Եզրաս arczepiskopos-ը Գալայի կարճ մեկնաբանություն է տվել եւ ասում է կեղծ է, այսինքն ԱԱԾ-ի եթերապարակած փաստաթուղթը ստացվում է զրպարտել եք։ Մենք? Չէ, իհարկե չեմ զրպարտել։ Դա իհարկե պետք է ասի կեղծ է, բայց չի ասելու այո, ես ծառայում եմ սովետական սոցիալիստական բանը, ԽՍՀՄ-ին կամ ՍՍՀՄ-ին, վերջը կարևոր չի։ Բա պետք է հերքեն, բայց չի տան։ Բա ամեն ինչ հերքում են, որ երեխա ունեն, երեխաներ երբեմն, հերքում են, որ եկեղեցին ծառայեցնում են ոչ պետությանը դեմ շահերին, երգում են, որ եկեղեցին ծառայեցնում են որոշ քաղաքական ուժերին, չնայած որ դա անում են նաև բացահայտ, բայց ասում են չէ, մենք ազգային բան եւ այլն թշնամու դեմ ենք, ես ամեն ինչ անում, գնում ենք տարբեր տեղեր, ինչ որ հայտարարություններ ենք անում, դրա համար եք դուք մեր հետևից ընկել եւ այդպես շարունակ։ Էրդողանի եւ Ալիևի պահանջով եք մեր հետևից։ Մոտավորապես հա էլի, չգիտեմ, բան վերցնելու եք եկեղեցին, տակ Թուրքին, բան տենց ողջամտության հետ սահմաններ չունեցող ինչ որ հայտարարություններ, որը արդեն գիտեք ոնց նույնիսկ չկա, չեմ կարծում որ կգտնվի մի այնպիսի քաղաքացի մեր, որը որ հավատա այդ ամեն ինչին։ Ամեն դեպքում կաթողիկոսը ասում էր, այս իրավիճակը լուրջ հարված է մեր ազգին եւ պետության հեղինակությանը, գուցե կաթողիկոս ասելով Գարգին երկրորդին, որը դեռևս չեմ ճանաչում տես մարդը։ Չի հեռացվել Մայրաթորից բանտից։ Իսկ դուք իրան համարում եք կաթողիկոս, եկեք տեղերով փոխվենք։ Տեսեք, օրինակ ընդդիմությունը վարչապետին մեղադրել է թրքամետ լինելու, վաճառված, դավաճան լինելու մեջ։ Ձեր տրամաբանությամբ ես պետք է նրան վարչապետ չհամարեի, քանի որ չէ դուք համարում եք Գարեգին երկրորդին, ով հանրահայտ է, որ նույնիսկ arczepiskopos լինելու իրավունք չուներ, համարում եք կաթողիկոս։ Նիկոլ Փաշինյանը ընտրվել է Հայաստանի Հանրության վարչապետ, Հայաստանյան օրենքներին համապատասխան եւ որևէ օրենք չի անհամապատասխանության մասով որևէ խախտում չի եղել։ Վարչապետին ասում են ձեր օրոք օկուպացիա եղել մեր տարածքի տարբեր բաների մասն են խոսում։ Դուք վարչապետ չեք, լեգիտիմ չեք։ Ես համարեմ, որ նա լեգիտիմ չի, բան։ Դուք հիմա նենգափոխում եք իմ տված հարցը, որտեղ ես ասում եմ, բանը համատեղելիության պահանջի մասն եմ խոսում, ոչ թե քաղաքական մեկնաբանությունների։ Հիմա ասում եմ, եթե բարձրի որ օրինակ Նիկոլ Փաշինյանը ունի Հայաստանի Հանրապետությանից քաղաքացիությունից դուրս այլ քաղաքացիություն, ինքը այլևս Հայաստանության վարչապետ չի լինելու։ Ոնց որ ես էլ իրավունք չունեմ։ Եվ դա իրավական իմաստով պետք է ֆիքսվի, պարոն Թորոսյան։ Ոչ, բայց ցանկացած մեկ որ կիմանա դրա մասին, իրեն կարող է այլևս չհամարել վարչապետ կամ նախարար։ Բայց ինքը կարող է չհեռանալ։ Չէ, հիմա հեռանալ ես ուրիշ բան եմ ասում, դուք Գարեգին երկրորդին Կտրիշ Ներսյան դեռ համարում եք, եթե ձեր պատասխանը այո է, ուրեմն ձեր մեջ պետք է խնդիրները փնտրեք։ Պարոն Թորոսյան, իսկ նա հեռացվել է։ Կապ չունի հեռացվել է թե չէ։ Եթե հարցը համարել չհամարել է։ Ես ձեր ընկալման մասն եմ խոսում։ Ձեր ընկալման եւ ձեր հավատաքննության մի ընդհանուր։ Քիչ առաջ դուք եք ինձ ենթարկում հավատաքննության։ Ինչպես դուք նշեցիք, լավագույն կրոնագետը չեք, պարոն Թորոսյան։ Ամեն դեպքում նա կոչ է անում դադարեցնել պետք։ Չէ, ուզում եմ ասել, որտեղ կարևոր է թե ով է կոչ անում, որտեղ եթե քաղաքացի Կտրիշ Ներսյան ինչ որ կոչեր է անում, մեր շատ քաղաքացիներ բազմաթիվ կոչեր, իրաց պետք չի լուրջ վերաբերվել։ Իմ ասածը դրա մասն էր։ Այդ կոչին պետք է վերաբերվել մի ուխտադրուժի, այսպես ասած, հա կոչի որպես, որը որ ազգային քողի տակ ինչ որ իր սեփական շահերն է առաջ խաղացնում եւ վերջ, այդքան նույնիսկ չեմ էլ ուզում լսեմ ինչ ասա անկեղծ ասած։ Դադարեցրեք պետության հեղինակությանը հարվածները։ Հա դա ասացի էլի։ Պետության հեղինակ, թե դու ինչ կապ ունես պետության հետ։ Որոշակի այսպես աշխարհով մեկ խայտարակ լինելու տրամաբանություն չկա այս ամեն ինչի տակ։ Ինչու՞մ, որ Հայաստանը կեղտոտ լվացքը հանել ենք ցույց ենք տալիս աշխարհին։ Ես օրինակ նախ չեմ համարում այդ երբեք չեմ համարել, որ երբ որ դու խնդրեմ ունես, դրա մասին չպետք է խոսես հրապարակային, միայն թե ասենք այն թուրքը չտեսնի եւ չուրախանա այդ գծի մեջ։ Երկրորդն էլ ես կարծում եմ, որ այդ գործընթացը, որ հիմա Հայաստանում տեղի է ունենում, հակառակը մեր վարկանիշը բարձրացնում է եւ մեզ դիրքավորում է որպես արժեքների որևէ արժեքի, կոնկրետ այս դեպքում եկեղեցում ասա, որ արժեքների հետևից գնացող եւ արժեքները հարգող պետություն եւ ժողովուրդ։ Հիմա քանի որ աշխարհում քրիստոնեությունը Թրամփի ձեռամբ թրենդային գաղափարախոսություն է դարձել, ժողովրդավարական ԿՊ-ն
վերակառուցում է որպես քրիստոնեական քրիստոնեական ժողովրդավարությունը կրոնին դեմ է։ Չէ, որևէ կրոնի։ Բա ինչ մասն է խոսքը։ Ձեր դրոշակն է փոխվել, պարոն Թորոսյան։ Չէ, ոչ մի դրոշակ չի փոխվել։ Նախկինում շատ ժողովրդավարությունից եք խոսում, հիմա Հիմա չեմ խոսում ժողովրդի։ Քրիստոնեությունից։ Չեմ հասկանում անկեղծ ասած։ Կան կարգախոսեր, չէ, այսինքն առաջին բառը քրիստոնեությունն է, նախին չէ եւ միշտ չէ եւ խոսում ենք ամեն ինչից էլ եւ երկրի տնտեսական քաղաքականությունից ենք խոսում, ժողովրդավարությունից ենք խոսում, ամեն ինչից սոցիալական քաղաքականությունից ենք խոսում եւ նաեւ խոսում ենք մեր այն գործընկերները, ովքեր որ հավատում են այդ ամեն ինչը, խոսում են նաեւ եկեղեցու մասին։ Տեսեք, երբ որ ընդդիմությունը ձեզ ասում էր, որ խախտում եք պետություն եկեղեցի տարանջատումը, դուք ասում եք վարչապետը հանդես է գալիս որպես քրիստոնյա, եկեղեցու զավակ։ Հիմա դուք կպատասխանեք, հա, համանդրությամբ Հայաստանում երաշխավորված է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը, իսկ այդ կազմակերպությունները անջատ են պետությունից, երբ որ վարչապետը կազմակերպություններն են անջատ պետությունից, ոչ թե պետությունը կազմակերպություններից։ Երբ որ վարչապետը ստորագրում է եկեղեցու բարենորոգման փաստաթուղթ 10 եպիսկոպոսի հետ, չի խախտում համանդրությունը։ Ժողովուրդը նախ պետք է հասկանալ ինչի հետ է համեմատում եւ Բայց նա որպես վարչապետ է ստորագրում։ Հա, որպես վարչապետ ստորագրում է իր մտադրությունների մասին տեքստ, որով պատրաստվում է առաջ գնալ եւ հիմնավորում է թե ինչու եւ ես կարծում եմ որ ամեն շատ հիմնավոր է եւ եկեղեցին ինքն է անջատ պետությունից Այսինքն եկեղեցին իրավունք չունի զբաղվելու կամ խառնվելու պետական գործերին, բայց դա չի նշանակում, որ պետությունը չի կարող եւ պետությունը նախ մենք կարող ենք օրենք ունենք Հայաստանի առաքելական եկեղեցու մասին։ Այդտենց որներ հենա այդ օրենքները չպետք է լինեն, ինչ օրենքից դուրս պետք է իրան գործային, հա, ըստ այդ տրամաբանության։ Ոչ, օրենքից դուրս չէ, բայց վարչապետը ինչ իրավունքով է սկսում եկեղեցու բարենորոգման process 10 եպիսկոպոսների։ Եթե ինչ-որ բան արգելված չի, ապա թույլատրված է սկզբունքով։ Բայց պետությունը ու եկեղեցին պետությունը եւ եկեղեցին չէ։ Եկեղեցին չի կարող գործել օրենքից դուրս, Կան իրավաբաններ, թող հրավիրեն օրենքից եւ եկեղեցին, ինչպես ցանկացած այլ կազմակերպությունում ենթարկվում է Հայաստանյան օրենքներին եւ այդ եկեղեցին անջատած պետությունից պետք է հասկանալ այն տրամաբանությունը, որ եկեղեցին չի կարող փոխարինել կամ զբաղվել պետական ֆունկցիաներով, դա դրա մասին է։ Դուք ճիշտ եք, բայց վարչապետը կարող է զբաղվել եկեղեցու վերանորոգմամբ, այսպես ասած։ Ցանկացած քաղաքացի կարող է զբաղվել եկեղեցու վերանորոգմամբ։ Ոչ որպես վարչապետ լիազորությունների ոնց է որոշում ոչ որպես կամ եկեղեցու անջատ լինելու պետության հարցը պետական լծակների եւ կամ պետական ֆունկցիաների գործադրումն է, ոչ թե այդ անձը, այդ պահին իր կարգավիճակով վարչապետա, թե օրինակ մի այլ կարգավիճակ ունի։ Հիմա Նիկոլ Փաշինյանը ասում վարչապետն է, հիմա որ գրեր պարզապես Նիկոլ Փաշինյան, կողքը գրած չներ ՀՀ վարչապետ։ Ինչ է դրանից փոխվելու։ Ոչ մի բան։ Պետական լծակներն են օգտագործվում։ Բա այդ դրա մասին կարանք խոսեմ, ոչ մի աշխատակիցը, երբ որ Գյումրիի 7 վերքի հոգեվորականն ասում է զեղչիր կաթողիկոսի անունը, բա ոնց է պետական լծակ օգտագործում։ Ես չեմ այդ ամեն ինչին, ինչ զեղչիր կաթողիկոսի անուն։ Նիկոլ Փաշինյանին հարցրեք, ինքը խոստովանել է կառավարության նիստից հետո, որ այո, ԱԱՑ աշխատակիցը գնացել քահանային, ասել է զեղչիր Գարգին Վ-ի հարցրել եք ինձ ինչ եք հարցնում։ Չէ, չեմ հարցում, ուղղակի ֆիքսենք, որ լիազորություններ օգտագործվել են։ Իսկ եթե մի քիչ ավելի անկեղծ լինենք, սա դուք խնդիր եք դրեք 26-ի ընտրություններից առաջ, այսպես ասենք, հեռացնել Գարգին երկրորդին, որպեսզի քաղաքական հակառակորդների ճամբարը նոսրանա, պարոն։ Մեզ եթե զուտ քաղաքական տեսանկյունից եք նայում, հազուտ, մեզ շատ ձեռք է տալիս, որ նման անձը լինի Հայաստանի Հանրապետության առաքելական եկեղեցու կաթողիկոսի դիրքում եւ իր շուրջ համախմբված լինեն բոլոր ընդդիմադիր ուժերը, որովհետեւ ավելի լավ կոնֆիգուրացիա դժվար է պատկերացնել նաեւ այտենց այդ ցույց տալու համար, թե ովքեր են դեմ կամ ընդդեմ Հայաստանի Հանրապետության պետականությանը, ինքնիշխանությանը, անկախությանը, խաղաղությանը եւ այլն, եւ ես չեմ կարծում, որ որևէ մեկը մյուսի հետ կապ ունի, իսկ այդ նպատակ դնել եւ այլն, ես ասել եմ, որ վարչապետը հավատում է այդ օրակարգին բարենորոգման եւ գնում է դրա հետևից։ Իսկ ինչու եք նրանց հակապետական որակը։ Եթե ընդդիմություն են կամ ընդդիմադիր հայացքներով եկեղեցականներ,
Միգուցե հակակրթական են, դա իմ քաղաքական գնահատականն է, որ վստահ եմ, որ մեր ժողովրդի մեծ մասը կիսում է եւ դուք կտեսնեք դա ընտրությունների արդյունքներով։ Դե հակապետական մի քիչ շատ կոշտ է, էլի, այսինքն իհարկե դավաճանությանը հասցվող մեղադրանք է, պարոն Թորոսյան, եկեք անկեղծ լինենք։ Ակնհայտ է, որ նրանք գործում են եւ նրանց հայտարարությունները եւ գործողությունները դնում են Հայաստանի Հանրապետության պետությունը, պետականությունը եւ իշխանությունը կասկածի տակ, այդ թվում իրական Հայաստանի գաղափարախոսությունից դուրս հայտարարություններով, որոնք որ ակնհայտորեն մեզ խոցելի են դարձնում մեր հարևանների հետ հարաբերությունները կարգավորելիս եւ ոչ միայն հարևանների հետ, նաեւ մի քիչ հեռավոր գործընկերների հետ հարաբերություններում եւ դա ակնհայտորեն արվում է գիտակցված եւ ոչ թե այնց ակամայից, ասենք իրենք չգիտեին, որ մենք տարածքային պահանջներ չունենք օրինակ մեր հարևաններից ու սկսում են ինչ որ տենց այդպիսի բաներ տանել, վերադարձ, ոչ միայն Ղարաբաղը, դա եկեղեցին շատ ավելի վերջը չասեմ, ուրիշ հարևանների հետ էլ խնդրեմ ունի։ Եվ եթե դա շարունակաբար արվում է, ինչ է ոչ, եթե դա պետականությունը կասկածի տակ դնող քաղաքականություն, որը իմ խորին համոզմամբ արվում է գիտակցված։ Եվ ես դա համարում եմ այո հակապետական պետության դեմ եւ այդ տարբեր ուժերը դա օգտագործում են եւ Հայաստանից դուրս եւ Հայաստանի ներսում եւ ես մի անգամ ասել եմ, մի գրառում էի արել, սա ըստ էության ժողովրդական լեզվով պետք է ասեմ, որը գրական լեզվով չգիտեմ օգնեք ինձ եթե գիտեք ասեք որ մյուս անգամ չօգտագործեմ դա փուրն են տալիս եկեղեցուն մեր ընդդիմադիր ուժերը ըստ էության զոհաբերում են հա փուր տալը զոհաբերել ասում փաստորեն հայերեն զոհաբերում են եկեղեցուն եւ կտրիչին իրենց քաղաքական օրակարգերը առաջ տանելու համար ինչպես զոհաբերեցին օրինակ գլխավոր շտաբի պետին ժամանակին երբ որ ասին դու մեր փրկիչն ես դու պետքա հեսա մեզ փրկես ժողովուրդը քեզ է սպասում բայց վերջում եղավ այն ինչ եղավ հիմա նույնը տեղի է ունենում Կտրիչ Ներսիսյանի հետ ակնհայտորեն որտեվ ընդդիմադիր ուժերը նաև գիտեք այդ ամեն ինչի նախապատմություն ունի Քոչարյանի հարցազրույց եւ այլն որ ամենաբարձր հեղինակությունը ունի եկեղեցին որը միգուցե եւ դա այդպես է բայց եկեղեցի չի նշանակում Կտրիչ Ներսիսյան եկեղեցին որպես մարմին ինստիտուտ կամ բան հա հավատքի տուն այսպես ասած Գնահատական տեսեք ձեր հարցին պնդմանը շարունակություն ես ընդդիմադիր տարբեր գործիչներ հարցրել եմ որ օրինակ սխալ չէր ընդդիմության կողմից կարող է կաթողիկոսի տեխնացու կարող է վարչապետի տեխնացու լինել Միքայել Աջապյանն այդ դա նաև տեսեք օրինակ ընդդիմության կողմից տարբեր եկեղեցականների ներգրավելը ընդդիմադիր պայքարներում Բագրատ arczepiskopos-ի կամ չգիտեմ նրանք իրենց բառապաշարով կարող է հաճախ նույնանան ընդդիմադիր գործիչներ ես հարցրել եմ ասել եմ դուք սխալ չեք արել որ այդ մարդկանց բերել դրել եք հարվածի տակ իշխանությունը նրանց դիտարկում որպես քաղաքական մրցակից եւ տեղի ունենում սա նրանք ասում են գիտեք նրանք պետական եւ ազգային հարցերից են բարձրացնում եւ իրավունք ունեն զբաղվելու քաղաքականությամբ ցանկացած մարդ իրավունք ունի զբաղվել քաղաքականությամբ դա մասին չի խոսքը բայց նաեւ այդ քաղաքականությամբ զբաղվողը պետքա գնահատի դրա հետևանքները ծանր են հասկանում եք քաղաքականությունը խաղալիք չի որ այսօր խաղաս վաղը դնես կողքի եթե դու մտնում ես քաղաքականություն պատրաստ պետքա լինես նաև քաղաքական հարվածներ ստանալ ինչը եւ իրենք ստանում են եւ իրենք այդ պահին երբ որ մտնում են քաղաքականություն դադարում են լինել այդ սրբազանը հա որին որ ենթադրվում է որ դու պետքա պատկառանքով վերաբերվես նրան այլ կերպ չդիրքավորես որպես օպոնենտ այլ հավատքի մարդ կամ կրոնի մարդ պետք է որպես դիտարկես։ Դա ասում պետությունը վտանգված է, ձայն չանենք, պարոն Թորոսյան։ Դա իրենց կարծիքն է, մենք էլ ունենք մեր կարծիքը, ժողովուրդն էլ ունի իր կարծիքը, որ իրենք են վտանգում պետությունը եւ նույն Բագրատ, Վազգեն արդեն չեմ էլ կողմնորոշվում։ Գալստանյանի շարժումը այդ բանով սկսվեց, հա, դելիմիտացիա, դեմարկացիա, հետո անհասկանալ է ինչ դարձավ, Բարիս բունի մաստով տես парքի դափնիների վրա վարչապետի հրաժարական պահանջեց կես ժամով, նույնիսկ քաղաքականությամբ զբաղվելու բաներ չունեն, շնորհք, այսպես ասած, չունեն, գիտելիք, հմտություն, փորձ։ Դա քաղաքականությամբ զբաղվել է, թե Բարիս ուղիղ իմաստով քաղաքականությամբ զբաղվել է։ Պետության կործանման ընթացքի դեմ դուրս գալ։ Դա էլ է քաղաքականությամբ զբաղվել։ Բայց եթե դու այտենց համարում ես, որ պետությունը կործանվել է, շատ դու քաղաքականությամբ ես զբաղվում։ Բայց նաև ասում են հայ եկեղեցին միշտ եղել է հայապահպանության օջախ եւ հիմա էլ շարունակում։ Հայապահպանությունը պետություն չի նշանակում դեռ։ Հայապահպանություն կարելի է անել նաև այլ պետությունների
տարածքում եւ իրավակարգի ներքո, ինչով եւ եկեղեցին զբաղվել է, բայց արդյոք եկեղեցին իր այսօրվա ղեկավարությամբ կողմ է ուժեղ հայոց պետականություն ունենալուն, վստահ չեմ։ Ու դա այդպես է եղել շատ այլ ժամանակներում էլ։ Ինչով է ավարտվելու սա, հնարավոր է հաջորդ երթը մայրաթոռ լինի։ Չեմ կարող ասել։ Իսկ ինչով է ավարտվել, դա էլ չեք կարող ասել։ Ինչը ավարտվելու։ Այս թեման, այո։ Ես կարծում եմ, որ հայրաքելական եկեղեցու հետևորդները հարց են տվել իրենց հայրապետին եւ այդ հայրապետը չունենալով այդ հարցի պատասխանը, խուսափելով այդ ամեն ինչից երկար չի կարող մնալ այդտեղ պարզապես։ Ընդդիմությունն էլ ասում է դուք եք պատասխան տալու սահմանադրության զանցության համար։ Գիտեք, ընդդիմությունը կարող է ամեն ինչ էլ ասել, բայց մի բան ակնհայտ է, որ երբ որ իրենք բովանդակությունը նենգափոխում են, փորձելով տանել ուրիշ տեղ, դա բոլորի համար ակնհայտ է եւ տեսանելի է, այսինքն ինչ ուզում է իրանք ասեն։ Մենք շատ པարզ բան է վարչապետը ասում եւ իմ գործընկերները շատ ասում, որ կա կանոնի խախտում, որը իմաստ ունի, դա պարզապես կանոն չէ, այդ կանոնը խախտած մարդը պետք է հեռանա եւ վերջ։ Ինչ կա այդտեղ չհասկանալու։ Ուղիղ 6 ամսից Երևանում եւ Հայաստանի մյուս բնակավայրերում ընտրելու են կառավարություն, ազգային ժողով կառավարություն 5 ամսից 5 ամսից հունիս, այո, 5 ամսից, փաստորեն հունվար, փետրվար, մարտ, ապրիլ, մայիս չէ, հունիս, լավ, հունիսի 7-ին, հիմա ես լավագույն մաթեմատիկոսը չեմ, 5 ամսից, ավելի շուտ փաստորեն, ինչի վրա է հույսը դրել քաղաքացիական պայմանագիրը, որ էլի կվերընտրվի, եթե այսպես 4 հաշվար կանենք, Լեռնային Ղարաբաղի հայաթափում, Հայաստանի տարածքների օկուպացիա։ Նախ դա 4 հաշվարկ չի, դա ձեր գնահատականն է։ Դա փաստեր են բառը։ Եվ հաշվարկ չի, եւ երկրորդը հույս բառը շատ սխալ բառ է այստեղ օգտագործելու համար։ Մենք մեր ժողովրդի ներկայանալու ենք թե մեր գաղափարներով, որոնք որ հանրահայտ են եւ հանրաճանաչ, այնպես չի որ նոր բան ենք հնարելու։ Դա մեր ինքնիշխանության, պետության, անկախության զարգացումն է լինելու հիմնված իրական Հայաստանի գաղափարախոսության, մեր անկախ պետականության եւ նաեւ խաղաղության վրա եւ երկրորդը մեր կատարած ահռելի աշխատանքը, որը երբևէ որևէ կառավարություն չի կատարել Հայաստանի Հանրապետությունում բոլոր անխտիր բոլոր ոլորտներում։ Ինչ նկատի ունեք աշխատանք ասելով, չէ՞։ Ամեն ինչ ավելի անվտանգային հարցերն են կարևոր։ Բոլորներ ով ասաց, որ մարդիկ միայն անվտանգային հարցերն են կարևոր, եւ նաեւ հենց անվտանգային հարցը Հայաստանի Հանրապետությունը անվտանգ է հիմա ավելի քան երբևէ։ Կարևոր է օկուպացված տարածքներ ամեն։ Անվտանգ է ավելի քան երբևէ։ Եվ այն տարածքները, որոնք որ այս պայն չեն գտնվում մեր վերահսկողության տակ, դելիմիտացիա եւ դեմարկացիայի գործընթացում գտնվելու են, ինչպես նաեւ եւ ոչ միայն վերջի տարիների տարածքները, այլև բոլոր տարածքները, որոնք որ 90-ականներից սկսված շփման գծի տարբեր անցնելու պատճառով դելիմիտացված եւ դեմարկացված չեն։ Իսկ աշխատանքը այնքան ահռելի է, որ որևէ կառավարություն իր նույնիսկ գումարային կառավարություններ չեն արել, այսինքն երկու, ասենք, նախագահ ենթադրենք վերցնենք վերջի երկու նախագահներին, հա, երրորդ եւ երկրորդ։ Այդքան բան իրան գումարային չեն արել Հայաստանի Հանրապետության, այդքան ներդրում եւ բովանդակային բարեփոխում եւ շոշափելի բարեփոխում։ Քան Այդքան փող ծախսում եք դպրոց ու ճանապարհ սարքելու վրա։ Գիտեք, ոնց այդ անմեղ սունակներին եկեք թալանի վրա են դա։ Գիտեք, դա անմեղ սունակության բան է, արտացոլանք է, երբ որ կառավարությունը կարելի է մեղադրել ճանապարհ կառուցելու մեջ եւ եթե, հա, դա ասում եմ, դա առնվազն մեղ սունակության հետ խնդիր ունեցող մարդ կարող է դա ասել, որ նա չի հասկանում ինչ է խոսում, հասկանում եք։ Երբ որ դու կարող ես մեղադրել մեկին, դա կապ չունի ով է ճանապարհ կառուցելու կամ դպրոց կառուցելու մեջ։ Եվ շատ հետաքրքիր է, որ դրանք անում են մարդիկ, որոնք որ տարիներ ի վեր իրենց տարբեր ընկերություններով պարզապես թալանել են մեր ժողովրդին եւ հիմա են դրանք մենք բացահայտում իրենց այդ երբ որ մտանք արդեն այդ հայկական էլեկտրական ցանցերի པարզ հաշվապահության եւ ֆինանսական հոսքերի մեջ։ Դուք չունեք մտավախություն, որ այդ խաղաղության թեզը, որ ասում եք հաստատված է, մենք պետք է խնամենք, տեսեք բենզին է գալիս եւ այլն, շատ հեշտորեն այսպես հարվածի տակ կդրվի եւ արդյոք ձեր այդ քաղաքական կարգախոսը վտանգավոր չի կախման մեջ դնել
հարևան երկրի նախագահի կամքից եւ այդտեղ վտանգ չկա, որ նա շանտաժային գործիքակազմ կարող է կիրառել նույն Հայաստանի կառավարության դեմ, ասեմ ինչու, որ լավ հասկանալով, որ դա ձեր այսպես դրոշակն է քաղաքական խաղաղությունը, ասում եք, տեսեք, սահմանի զոհ չկա եւ այլն, կարող են գիտեք շանտաժ անեն, որ այս զիջումները արեք, հակառակ պարագայում զոհեր կլինի եւ ձեր ուղղակի քաղաքական խաղադրույքը կզրոյանա։ Մենք խաղաղությունը որպես մեզ օրակարգ որդեգրել ենք դեռ 2021 թվականին եւ հաստատակամորեն գնացել ենք այդ ուղղությամբ եւ այնպես չի, որ դրա դեմ թե արտաքին, թե ներքին հարվածներ չենք ստացել, հարձակումներ ստացել ենք։ Բայց մենք հաստատակամ ենք մնացել մեր օրակարգին եւ չենք շեղվել, հիմա էլ ենք հաստատակամ եւ խաղաղությունը դա մեր համոզմունքն է եւ ոչ թե կամ եւ ոչ միայն մեր ժողովրդին քվեստանալու ինչ որ գործիք, հա, դա գործիք չի։ Դա մեր համոզմունքն է, մենք ասում ենք հարգելի քաղաքացիներ։ Մենք կարծում ենք, որ այն խաղաղությունը, որ արդեն հաստատվել է, պետք է ուժեղացնենք, ավելի ինստիտուցիոնալ դարձնենք, այնպես որ մենք հարատև դարերով այստեղ ապրենք առանց որևէ պատերազմի։ Ուզում եք դա, թե չեք ուզում, որտեվ այլ մենք ուզում ենք, բայց նրանք ուզում են, հարցնում ենք, ուզում եք թե չեք ուզում, մենք մեր ժողովրդի հետ ենք խոսում, ոչ թե ուրիշների, մեզ ուրիշները քիչ են հետաքրքիր։ Եվ մեր ժողովուրդը պետք է ասի ուզում է թե չի ուզում, ես վստահ եմ, որ ասելու է, որ ուզում է, իսկ ի տարբերություն մեզ մյուս ուժերը այլ բաներ են ասում։ Այլ նույնիսկ երբ որ խաղաղություն բառը օգտագործվում ինչ որ այլ ածականներ են օգտագործում, այո, արժանապատիվ, չգիտեմ այդ ինչ է այդ նշանակում այդ արժանապատիվ խաղաղությունը, չկա դրան բացատրություն։ Զիջում չի եղել։ Մենք Հայաստանի Հանրապետության տարածքից եւ որևէ զիջում չենք արել։ Այն մարդիկ, ովքեր որ զիջումն բառի մասն են խոսում, նրանք կեղծում են իրականությունը եւ փորձում են խաղալ էմոցիաների հետ, պատմական Հայաստան, վիրտուալ Հայաստան եւ այդպես վկայակոչելով եւ մեր ժողովուրդը պետք է ընտրություն կատարի, ուզում է խաղաղություն, թե չի ուզում եւ նա արդյոք եւ նաեւ պետք է ընտրություն կատարի այն աշխատանքը, որ մենք կատարել ենք, ուզում է շարունակի, թե չի ուզում եւ ես կարծում եմ, որ մեր քաղաքացիները նախ իրենց ընտրությունը միշտ ճիշտ է, եկեք դա էլ ֆիքսենք, որովհետեւ դրա նկատմամբ էլ կա հարցակում, որ քաղաքացին չի կարող ընտրություն կատարել, որովհետեւ քաղաքացին գիտակից չի, չէ, քաղաքացին ամենագիտակից սուբյեկտն է Հայաստանի Հանրապետությունում եւ իր ընտրությունը միշտ ճիշտ է եւ ես կարծում եմ, որ այդ ճիշտ ընտրությունը մեզ թույլ է տալու, այո, շարունակել զարգացնել խաղաղությունը եւ կատարել են աշխատանքները, որ մենք արդեն 8 տարի է կատարում ենք։ Տեսեք, ձեր այս քաղաքականության, երբ որ հարցականի տակ են դրում, ասում են, դուք ուղղակի չեք տեսնում աշխարհում ինչ է կատարվում, մի երկրի հատուկ ծառայություններ ձեռնարկալում են այն մյուս երկրի նախագահին, այսինքն ուժն է տիրում աշխարհում, իսկ դուք բաց ձեռքերի քաղաքականություն եք վարում, ով է ասում դες բան։ Հույս ունենալով, որ տնտեսական համագործակցությունը կբերի խաղաղության եւ դրա բանը որն այլ չենք զինվում եւ այլն եւ ոչ մենք չենք զինվում, հետո ասա դες բան։ Դե չասեք։ Դե պարոն Թորոսյան, դուք ամբողջ օրը սոցցանցերում եք, ինձ թվում է։ Չէ, ես չեմ հետևում, որովհետեւ ես զարմանում եմ, որ ինչ որ մեկը կարող է իրեն թույլ տալ նման բան ասել եւ դա ինքը լիներ աշխարհում ուժն է տիրում, իսկ դուք ոչ adekvat եք այդ ջունգլիական օրենքները, որպես կառավարություն։ Հիմա դուք որ այդ հարցը տալիս եք, դուք այդ հարցի պատասխանը չգիտեք։ Չէ։ Չգիտեք, որ մենք այդ նույն այդ պետական պարտքը, որ այդքան վկայակոչվում է, դրա ճնշող մեծամասնությունը զինատեսակների ձեռբերման վրա է գնացել, վարչապետը նույնիսկ հրապարակային հայտարարություն է արել, քաղաքացիներին տանում եւ ինքն անձամբ ցույց է տալիս այդ ամեն ինչը, ինչ որ մենք այն ինչ որ կարելի է ցույց տալ քաղաքացիներին, այդ ամրաշինական կառույցները, որոնք որ բոլորը աչքով էլ տեսանելի է, ինչ է ոչ, ինչ է դա, եթե ոչ անվտանգության ամրապնդում եւ նաեւ ուժի թուլություն չի։ Իհարկե խաղաղությունը թուլություն չի, երբ խաղաղությունը թուլությունը այդ որոշ մեր գործընկերների համար, որոնք որ իրենց չեն կարողանում պատկերացնել կոնֆլիկտից դուրս, հա, իրենք ուզում են միշտ կոնֆլիկտային տրամաբանության մեջ լինել, որպեսզի այտենց սեղանների շուրջ կենացներ ասելուց այտենց թուրը վերցնեն եւ ասպատակեն թշնամուն, բայց երբ որ գործ կա անելու, ծլկեն եւ ընդհանրապես չերևան, խաղաղությունը ավելի մեծ ուժ է պահանջում խաղաղություն հաստատելը, քան թե կրակելը կամ քան թե աճ ու ձախ այնց ագրեսիվ հայտարարություններ շպրտելը։ Խաղաղությունն է իրական ուժը պահանջում եւ այո խաղաղությունը եւ տնտեսական առումով է կարևոր եւ
մյուս առումներով եւ նաեւ խաղաղության համար պետք է նախ դու լեգիտիմ բաներ ունենաս, ասելիք քո հարևաններին, հա, եւ մյուս կողմից էլ այո դու պետք է միշտ պատրաստ լինես որևէ զարգացման։ Տեսեք, Ադրբեջանի նախագահի մի քանի հայտարարություն են այսօր նաև մեջտեղ բերում են դիմախոսները, Զանգեզուրի միջանցք արտահայտություն կամ որ Հայաստանը մենակ Ադրբեջանի նախագահի հայտարարությունները, պարոն Թորոսյան, կամ որ ասում է ինձ դուր է գալիս իրական Հայաստանի գաղափարախոսությունը, քանի որ այն ողջամիտ թեզ է եղել, այսինքն այս մի քանի հայտարարություններ բերում են ցույց տալու, որ կառավարության ասած խաղությունը այնքան էլ խաղության մասին չի, չէ՞ որ մեզ զրպարտում է Ռուսաստանի պատժամիջոցներ շրջանցելուն օգնելու մեջ, կամ ինչու է Զանգեզուրի միջանցք ասում, մի տեսակ տանգոն երկուսով չեն պահում իրապես։ Ուրեմն առաջինը եկեք ֆիքսենք եւս մեկ անգամ, որ մեր ընդդիմախոսները բառես ուղի իմաստով դարձել են Ադրբեջանի իշխանությունների խոսնակը Հայաստանում վաղուց եւ շարունակում են այդ դերը պատվով կատարել։ Եվ ավելի շատ մեջբերում Ալիևի կամ նրա մյուս պաշտոնյաների, դրանց մյուս պաշտոնյաներից ոչ ոք չի անում, քան մեր որոշ ընդդիմախոսներ։ Եվ իրենց փաստացի ձեռք է տալիս այդ ամեն ինչը, ինչ որ ընդեղից ասվում է, որտեղ նա դրանք հիբրիդային ձևով օգտագործում են մեր դեմ, մեր երկրի ներսում ապակայունացնելու համար։ Մյուս հայտարարություններին, այսինքն բուն բովանդակությանը անդրադառնալ բազմիցս արել են եւ անդրադառնալու ենք, այն ինչ որ Ադրբեջանի իշխանությունները կոչվում են Զանգեզուրի միջանց, որևէ կապ չունի Հայաստանի Հանրապետության տարածքի հետ, կան փաստաթղթեր ստորագրված եւ նաեւ այդ ստորագրման ժամանակ արված հայտարարություններ, բացի բուն տեքստից, եւ մեր տարածքով ճանապարհը, որը անգլերեն TRIP է կոչվում, Թրամփի ուղի բարեկեցության եւ խաղաղության միջազգային ուղի, հայերեն մի քիչ կարճ տարբերակը հիմա չեմ կողմնորոշում։ Թրամփի ուղին։ Հա, դե Թրամփի ուղի խաղաղության եւ միջազգային ուղի խաղաղության եւ բարեկեցության, հա։ Որի շուրջ մենք ամերիկյան կողմի հետ բանակցություն ենք վարում եւ ես հույս ունեմ, որ այն շատ արագ կիրականացվի, որովհետեւ դա ձեռնտու է թե մեզ, թե մեր բոլոր հարևաններին, թե ընդհանրապես միջազգային հանրությանը եւ նաեւ դրանից հետո տեղի ունեցել գործընթացներ, որոնք որ էլի դրականորեն ցույց են տալիս, որ այդ ամեն ինչը աշխատում է եւ երկկողմ առևտուրը եւ տարանցիկ բանը Ադրբեջանի տարածքով բեռներ գալը, այդ ամեն ինչը աշխատում է եւ ձեռք է տալիս Հայաստանին եւ Հայաստանի ժողովրդին եւ տնտեսությանը։ Այլ տարբերակ պարզապես չի կարող լինել։ Ինչ վերաբերում են այդպես բարբերաբար հնչող հայտարարություններին, պետք է նայել ինչ կոնտեքստով է արվել, ինչ լսարանի համար է արվել եւ այո, հեշտ չի մեր հարաբերությունը, այդպես հեշտ լիներ։ Եկեք այնիշ միջնորդություն ամերիկյան կողմի, չգիտեմ, ինչև էտել եվրոպական, ինչև էտել ռուսական, հենա մի անգամից այդպես մեկին գումարած մեկ հավասար է երկու կլուծել։ Բարդ է իրար հետ թշնամանք ունեցող երկրները առնվազն հետսովետական երկու հանրապետություն վերջի 30 պլյուս տարում, էլ չհաշված ժողովուրդ կամ ազգեր, հա, ասենք հայ ազգությունը եւ թուրքախոս երկու ազգությունները 100 տարուց ավելի, բայց այտենց հեշտ լինել են, բոլորը լուծած կլինեն էլ այդ հարցը։ Կնեք մի հարց էլ ամփոփիչ, հիբրիդային պատերազմ, երբ որ ասվում է, կամ գրողներ կամ Հայաստանի ներքաղաքականությանը միջամտելու փորձ հաճախ սլաքներ ուղղվում է Ռուսաստանի ուղղությամբ, բայց ոչ միայն Ռուսաստանի ուղղությամբ, դա հորինվածք է, պարոն Թորոսյան։ Ես հաճախ լսում եմ, որ իշխանությունը սա հորինել է ընդդիմությանը թույլատնելու, չեզոքացնելու համար, մեր պետության ներքին գործերին միջամտելու համար եւ չկա այդպիսի բան, ուղղակի սև սատանա է։ Հա, ասենք օրինակ չկան բաներ, սունկ կայքեր, որ ամեն օր բացվում են, օրը մի հատ, մի հիմարություն գրում են մի պաշտոնյայի վերաբերյալ, ոչ մեկ չգիտի դրանց հետևում ովքեր են կանգնած, չնայած հետո որ մի քիչ խորը հետազոտություն լավ հասկանում ես ովքեր են կանգնած, օրինակ նույն բանը արել են մի ամիս առաջ Մոլդովայում, չգիտեմ, Ռումինիայում եւ այդպես շարունակ, ու դա այդ ամեն ինչը հորինվածքը չէ, հորինվածքը այն է, որ մեր ընդդիմությունը այնքան սնանկ է քաղաքականապես, որ միայն այդպիսի գործիքների է ապավինում եւ ուրախանում է, երբ որ մի
այդպիսի ու բազմաթիվ են օրինակները, ամեն օր գրեթե հերքում ենք։ Մեկը միտեղ վիլա ունի, մեկը մյուստեղ ինչ որ փորձարկումներ է անում մարդկանց վրա, մեկը մանկապիղծ է, եւ այդպես շարունակ։ Իրանց հույսը է դա, որ միտեղ մի բան գրվի հայտնի շրջանակների կողմից, իրանք արտատպեն հայկական աղբյուրներով ու ասեն, տեսեք բանա։ Այստեղ վայրենիներ եւ մարդասպաններ եւ բաներ են նստած, այնինչ մենք ամբողջ օրը ուղիղ շփվում ենք մեր ժողովրդի հետ եւ գաղափարական իմաստով ոչինչ չենք թաքցնում մեր նպատակները եւ նաեւ ցույց ենք տալիս կատարված աշխատանքը իհարկե ունենալով նաեւ մեր թերությունները եւ սխալները, որոնց մասին կրկի խոսում ենք ու երբեք չենք խուսափում այդ ամեն ինչից՝ ի տարբերություն մեր ընդդիմախոսների, որոնք կարծես թե կատարյալ են, չնայած ցույց են տվել լրիվ հակառակը։ Իսկ վիզա քարտերով քեշբեք լինելու է, իմ քարտը օրինակ վիզա է, ես արկա չունեմ լիքը քաղաքացիների։ Եթե կենսաթոշակային եւ կենսաթոշակային կամ նպաստային քարտը վիզա կամ մաստեր, ապա լինելու է 20%-ի չափով, այն ինչ որ մենք ենք անում։ Դա կենսաթոշակային է։ Իսկ եթե խոսքը 2%-ն է, դա միայն արկա քարտով է, դա նորություն չէ, կառավարության նիստում ծրագիրը հաստատվելուց առաջ ծրագրերով վիզայով եւ մաստեր քարտով չի լինելու։ 2% չի լինելու եւ դա ասվել է կառավարության նիստի ժամանակ բացարձակ կիսատ չէ, ամբողջ կիսատը որն է, ասենք գնացեք հանեք արկա քարտ, օգտագործեք արկա քարտը։ Չեք ուզում, ուրեմն չեք ստանա 2%-ի։ Պարզ մեխանիզմ է, պարզ, շատ պարզ է ամեն ինչ։ Իսկ դա ունի նպատակ, որտեղ արկան հայկական ընկերություն է եւ անհրաժեշտ է զարգացնել նաեւ հայկական ընկերությունը։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Factor TV-ում հյուրընկալել ենք Արսեն Թորոսյանին։